Ողջույն բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, դե ինչ վաղը Հայաստանում ընտրություններ են։ Եվ ցավոք սրտի Հայաստանում են որ ասում հայի տականք տեսակին դեսանտ են իջացրել, հայի ստրուկ տեսակին, ցավոք սրտի մենք այդ տեսակն էլ ունենք, միաբջիջ ունենք, ստրուկ ունենք, տասովչիկներ ունենք, քամանք պտտողներ եւ այլն։ Հակապետական մարդիկ։ Ես միշտ իմ եթերներում ասել եմ, որ մեր գլխավոր խնդիրը եղել է մեր պատմության ընթացքում, որ մեր պետական գործիչները ժամանակ առ ժամանակ հնարավորություններ ունենալով կերտեր անկախ պետություն, հզոր պետություն եւ այդ քաղաքական գործիչները չեն եղել պետականամետ։ Պարզվեց, որ ոչ միայն իրանք չեն եղել պետականամետ, այլ անգամ ժողովրդի ինչ որ մի հատված նույնպես պետականամետ չի, այ իր մտածելակերպով ստրուկ է, տասովչիկ է, սրա նրա քամակը մտնողն է եւ այլն։ Մենք տեսանք բազմաթիվ դեպքեր, իդեպ հեսա մի քանի վիդեո էլ կնայենք, որտեղ որ մարդիկ հայի անուն ազգանուններով խոսում են սրա նրա տակը մտնել կամ գանք ընտրենք, թողենք, թռնենք, էթանք, հետո կարող է երկիրը խառնվի երեխեքի հետ են բան, բայց մնացած մարդկանց երեխեքը հեչ արա, հա, եւ այս ֆոնին ես երեք տեսա իհարկե Սերգեյ Դանիելյանի ելույթը Յոժի մասին է խոսքը եւ ես այդ հայոյանքներին միանում եմ ու մի 2-3 հարգել ավելացնում եմ, հա, այս տասովչիկների։ Նրանք ովքեր որ ոչ միայն քանդում են Հայաստանի Հանրապետությունը, այլ ճիշտ ցանկություն ունեն քանդելու, այլ նաեւ Ռուսաստանի պետականությունը, որտեղ սրանք Պուտինի տասովչիկներն են, ինչ ուզում ալինի, իրանք եթալու են հենց հատուկ Պուտինին ձեն տան։ Այն դեպքում, որ Ռուսաստանից լքում են միլիոնավոր մարդիկ, հազարավոր չէ, միլիոնավոր մարդիկ են լքում։ Անկամ այստեղ, ասենց էթում ես կենտրոն, սա արդեն ռուսերեն են խոսում, այդքան շատ ռուս է եկել։ Էլ չասեմ Հայաստան եւ մնացած երկրները, ժողովուրդ ջան։ Ճանաչեք մեր ազգի տականքներին, ճանաչեք մեր հայ ազգի վիժվածքներին, ովքեր որ թքած ունեն մեր երկրի վրա, ձեր պետականության վրա, ձեր երեխու վաղվա օրվա վրա։ Հարգելի երիտասարդներ, ովքեր որ հատուկ կերպով այսպես զբաղվում են բիզնեսով, հա, ինչ որ բաներ են բերում Հայաստան, վաճառում են, գումար են աշխատում, եւ ոչ միայն երիտասարդները, այլ նաեւ միջին տարիքի մարդիկ եւ այլն, բոլորդ մի խոսքով։ Եթե Հայաստանում հաղթանակ տանեն այդ հակապետական մարդիկ, դուք մոռացեք ձեր գործերի մասին։ Ես ձեզ խոսք եմ տալի, որ դուք չեք կարողանալու այլևս աշխատեք այդ ուղղությամբ, որտեվ ձեր վզին կամ պետք է դնեն, կամ ձեր մեջ պետքա փայ մտնեն ձեր գործի մեջ, կամ էլ պետք է ասեն, էսի պետք է մեր ախպեր անի, ով ես դու։ Մարդիկ, ովքեր որ միջև հմի չեն հասկանում ինչ է նշանակում պետականություն, չեն հասկանում ինչ է նշանակում երկիր, բա ախպերավատներ են անում, չգիտեմ իրանցից բաներ են հորինում, բանը հանցագործության մասին հայտնողին գործ տվող են անվանում եւ այլն։ Մի խոսքով մի դուրակ կեղտոտ սենց ինչ-որ մի հատ տականք հայի տեսակ տասովչիկ տականք տեսակը այսօր Հայաստանի Հանրապետությունում է եւ ոչինչով չի տարբերվում Թուրքից ընդհանրապես ոչինչով չի տարբերվում։ Անկամ սրանք այնքան կեղտն են, որ չեն ասում, արա, այս մեր շեֆը էլի, այն ու մեր թագավորը, ում որ սենց է որ ասում հետույքն ենք մտե եւ մեր պետականություն ուզում տանք։ Այն օրը գնացել էր Թուրքի գերեզմանին էր չոքե։ Մի խոսքով, այս ամենի դեմ պայքարելու միակ միջոցը այսօր դուք եք։ Ժողովուրդ ջան, դուք պետք է լինեք ակտիվ։ Դուք անպայման վաղը պետք է գնաք ընտրության, լսում եք, անպայման։ Հետո չասեք խիսենց է լավ, հետո չասեք ընչի մենք էլ դարձանք բան սփյուռք, հա, ընչի թողինք մեր երկիրը գնացինք բան, հետո չասեք, որտեվ եթե դուք չանեք, ուրեմն է դրան էլ արժանի եք լինելու, ես ասել եմ, եթե նման տականքները, կեղտերը, անգրագետ բառել չկա ասելու, պլենդուսից ցածր գտնվող մակարդակի մարդիկ Հայաստանում գան հաղթանակի, ուրեմն դուք դրան էլ լինելու եք արժանի, համապատասխան այդ ձևել ձեզ պետք է վերաբերվենք, հենց հույս չունենաք, որ պետք է գաք ինչ-որ սպյուրք, հետո սպյուրքում էլ ձեզ օգնելու են, չի լինելու տես բան, հակառակը, թուքում ուր են անելու ձեզ,
Նենց որ հելնում եք վաղը եւ եթում եք ընտրության եւ տեր եք կանգնում ձեր երկրին։ Դուք կորոշեք որ ուժն արժանի ընտրության։ Բայց հաստատ ոչ այս հակապետական ուժերը։ Հակապետական ուժերի մեջ այս դուք լսում եք քարոզները բան էս խոսալ։ Դուք մի հատ ծրագիր նորմալ մարդավարի լսակ, բացի մուտիտից։ Իրանք ողջ քարոզ արշավի ընթացքում օգտագործել են թուրքական թուրքերի այսպես ասած բառապաշար գաղափարները եւ այսպես առաջ են բերել հայ ժողովրդի մեջ։ Ես ուզում եմ մի հատ վիդեո ձեզ ցույց տամ, որտեղ որ թուրքերը արդեն մեր վրա ղժում են սրանց քարոզներից, արա թուրքերը։ Հիմա նայեք, մեկ վարքյան էկրաններին։ Բասի մի հատ փոքրացնեմ այս կամերան։ Ուրա կամերան։ Ահա։ Մատ ուշադիր լսեք ժողովուրդ։ Այսի թուրքական ալիքը արա։ Ադրբեջան Ադրբեջան Թուրքա հպատակ Ադրբեջան Ալիև Ադրբեջան այն Ադրբեջանը ու Ադրբեջանը ջեր Ադրբեջանը Թուրքիայից Ալիևի ադրբեջանցիների Ադրբեջանի եւ Ադրբեջան չունի Թուրքիա թուրքական Ադրբեջանցի տարածում Թուրքիան բեր Իլհամ Ալիև իրենա ադրբեջանցիների ադրբեջանական ցել ադրբեջանցի Ալիևի արան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի Սաֆարովի Ալիևի եւ Ալիևը պատերազմը Ադրբեջանի Հասկացաք ժողովուրդ ջան։ Արդեն գրել են այս ներքևը գրած ասում է հայկական դեբատներում Ադրբեջանը Հայաստանի գլխավոր հերոսն է։ Դուք պատկերացնում եք եւ ամբողջ քարոզ արշավի ընթացքում սրանց կանչում ես բանավեճի, բացի Ադրբեջան բառից ուրիշ ոչ մի բան չունեն ասելու։ Անգրագետ շանտղեք։ Դուք հիմա քաղաքական գործիչ եք, դուք մի հատ ծրագիր չունեք նորմալ մարդավարի ներկայացնելու, մի հատ կարգին մի հատ Հայաստանի շահի մասին խոսալու, Ադրբեջան։ Մի ադրբեջանցի էլ դու ես, արա։ Հենց դուք ադրբեջանցի եք, որտեվ դուք բերում եք Ադրբեջանի շահերը եւ գաղափարները մտցնում եք Հայաստան։ Դրան էլ քիչ ինչ որ ռոլիկներ են նկարում ադրբեջանական, գալի մտնում ատուն, բան, ձեզ համաթոմ հանում, էսյան, էյան մուզիկաներ, այսրա նման ամբարո գաղափար ունեցողը բեի տղայա, նկարողը բեի տղայա, իրագործողը բեի տղայա, տարածողը բեի տղայա, այն բանանողն էլ է բեի տղա, ով որ վեկալել է իր անգերների մեջ տարածել է, դուք սաղը բեի տղեկ եք, որտեվ ով այս ձև վիդեոներ վեկալի ու տարածի, հա, չգիտեմ ընդ ադրբեջանցիները մտան հային տնից հանեց, բան, չգիտեմ, ադրբեջանական դրոշ դրեց, ադրբեջանական մուզիկա են միացնում, դուք սաղը բեի տղեկ եք, արա, դուք չունեք ոչ մի ձև կռուտի տլնելու, չկա ձեր նման ամբարոյականի սերունդ հայ ազգի մեջ, էսի ասում ենք, պեչատամ ենք, անստամ ենք առաջ, ուրեմն, հաջորդը, նայեք հայ ազգի տականք տեսակներից եւս մեկին, մի վարկյան, էլի ես կամերան հարմարացնեմ ձեր համար, ու գնացինք, Մոսկվա ընտրությունների Մենակ եք եկել դրան։ Չէ, ընտանիքով, բոլորով Եկել ենք ընտրենք 207-ին հետ ենք վերադառնում 9 օրը Անպայման Որ կարող է խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք չմնանք էլի բարդություններին Մոսկվա ընտրությունների Այսինքն այս մարդացմագամ ձեզ գցեմ քաքը, ես թողնեմ թռնեմ էթա մախբեր ասում Իմ երեխեն երեխայա ձեր է, թքած ձեր երեխու վրա, արա, թքած ձեր երեխու ապագայի վրա, հայ տականք տեսակ, ինչ անան չեք արա, սրա հարևանաբանը, Հայաստանաբան, որ գալիս է,
ասում եմ բռնության կոչ չեմ անում, բայց սրան բանի տեղ դնողը իրան համար տակ, սրան ո՞ր կա բանի տեղ դնես։ Սրան պետք է ինքը այնքան պետք է մերժված լինի Հայաստանում, որ էլ ոչ չդնի Հայաստան, որտեվ ինքը անբարոյականի տղայ է, հա, իր ընտանիքով հանդերձ։ Ինքը եկել ասում է ես գամ Հայաստանի մեջ դնեմ, թողեմ այդամ, հետո ինչ ուզում է թողնի, թող էսի շինեն։ Ահա, հայ ժողովուրդ ջան, էս էլ սենց, լավ ճանաչեք։ 10 ovчիկներ, 10 ovчիկներ, ես ինչ էի ասում ժամանակին դեր, մի տարի առաջ ինչ էի ասում այս 10 ovчիկի մասին։ Էսի հելնեմ հայրենա սիրությունից է մեկ խոսում, չգիտեմ ինչ մտում հայրենասերա։ Մի ասել էի ինչը սա, էսի հայրենասեր չի, էսի օտարին ծառայող սովորական, օտարի շահերով ավելի ճիշտ առաջ գնացող սովորական 10 ovчիկա, որը որ նույնպես աշխատում է փողի համար։ Փողը դու, տունս ինչ ուզում ես արա։ Այսինքն մեր երկիրը մեր տունն է, չէ՞ մեզ տունն է։ Փողս դու, տունս ինչ ուզում ես արա։ Նայեք ինչ էի ասում ես ժամանակին, նայեք։ Ասեք փոքրցնեմ, ահա։ Համել գյումրեցիներին ասեմ ճանաչեք, էլի ձեր ցավը տանեմ։ Ռուբեն Մխիթարյանին ճանաչում ես, մատ դերասան կար։ Կա էլի։ В общем, այսի ասած նկարը դնեմ։ Այսի հենց 10 ovчիկա։ Այն Արշակին հիշում եք, որ ասում էին Արշակ Զաքարյան, այն 10 ovчիկը որ կար, կամ Անայիսը հիշում եք, չէ՞, Սերյան հաստատ տեսել եք այդ վիդեոն։ Այս էլա ցես 10 ovчիկ։ Էսի Գյումրիի գծով, այդ շոու բիզնեսի մեջի Գյումրիի բռնազավթիչների, ռուսի տրուսիկները լվացողների, ինքն էլ իրանց մասնակազմում բույս 10 ovчիկն է, անչի բույս, որտեղ իրան ջրել են ինքը աճել է։ Այսօր էլ ամբաղ-զամբաղ խոսում է։ Ժողովուրդ ջան, երբ որ Հայաստանում ինչ ասես չէր կատարվում, բեսպրիձել, մաֆիա, մուֆիա իրանց արևին որ խաղում էին բանդիտները, այս Ռուբենի ձենը չէր գալի։ Ուրեմն որ Սփյուռքից այդքան փող է եկել, լիքը փող է եկել, օգնություն է եկել ուրիշ երկրներից, բացի Սփյուռքից, ուրիշ երկրներն էլ են, չէ՞ օգնել։ Այսքան երկար տարիներ որ Գյումրի երկրաշարժի հետևանքով, Ասպիտակի եւ Գյումրի երկրաշարժի հետևանքով անօթևան մնաց մարդիկ տուն ունենան, տենց էլ տուն չունեցան։ Ու այս բույսը Ռուբեն Մխիթարյանը մի հատ ձեն չէր հանում։ Հասկացաք ժողովուրդ ջան, մի հատ ձեն չէր հանում։ Ու հիմի Ռուբենը ուրա, գիտեք այդ բույսը ուրա։ Այդ բույսը էսա։ Էս էլ ցույց տանք։ Ձեր դեմ աշխատող, ձեր դեմ, չգիտեմ, հայրենասեր ներկայացնող 10 ovчիկը, 10 ovчիկ բարից ուղիղ իմաստով։ Էսի բանուշ Հայաստանի արևահամ բարդ եմ սիրում, մեր հիսասի ողբանվար Ամենակեղտոտ մարդիկ միշտ խոսում են հայրենասիրությունից։ լացակումած լարդ եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարտերի բույրը վարման ու նայրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում եմ մեջ։ Այդ ձև հարիվներին էլ այդ ձև կհելնի բանկանի, ասма հույզերի հետ կխաղային, հարիվներն էլ ցենց մթով կհուզվեն, ասեն, «Էս ինչ հայա սեր մարդա»։ Արա հայասեր մարդը կհելնի, այս հակապետական ուժերի կողը կկանգնի, ռուսի տրուսիկ լվացողների կողը կկանգնի, ձև շարունակել մարդ չկա Ռուբեն կողը կանգնելու, հա։ Այսինքն իմ համար պարզ է, դու 10 ovчիկ եղել ես, հələ դու էլ այդ 10 ovчիկը լնելու համար պետք է պատասխանատվության էլ ենթարկես։ Հələ սպասի դու այն քո նման արշակով, բանով սաղը տարա։ Էսի սենց ժողովուրդ ջան։ Հիմա նայեք հայ-տականք տեսակի եւս մեկ տեսակ։ Եկել։ Ինչի համար էս հանրահավաքի։ Ոչ։ Հա։ Ընդհանրապես ես ուզում եմ իշխանությունը փոխվի, որ ռուսամետ Բայց իշխանություն։ Ռուսաստանից եք եկել։ Այո։ Ինչի համար Ռուսաստանում սաղ կյանքը կայֆերով ապրած մարդու համար։ Անկեղծ էլի։ Քուրս ցավը տանը։ Անկեղծ եք Լավ, համարում։ անկեղծ ասեմ ես քեզ։ Ասեք։ Այն օրը Գորիսում մի հատ տղամարդ կար, շատ լավ բան ասեց։ Ասում է պարսիկներից ռուսն ավերցրել մեզ։ Չէ՞։ Եմի ասում է եթե ռուսի տակ չենք։ Չէ, դա Ռուսի տակ չեն։ Հանրահավաքին ու մտածում եք ռուսի Հասկացաք ժողովուրդ ջան։
այս մարդու ուշկումի, այսինքն ինքը ցույց տվեց իր դեմքը, այսինքն ինքը չի եկե ինչ որ իշխանությունից դժգոհ, ասա, այդամ գցենք ֆլանին ընտրեմ, հա, գցենք ավելի լավ ծրագրեր ա ներկայացնում, ավելի հայանպաստ ծրագրեր ա ներկայացնում, երկրի զարգացման ի նպաստ ծրագրեր ա։ Չէ, ախպեր, մեզի ասում ա պարսիկներից վեկալել են, հա, ուրեմն մենք պետք է մտնենք ռուսի տակը, մենք պետք է տակը պարկած ապրենք, 10-ով չիկ, սովորական որ մտնող, սրա նրա տակը պարկող իր կյանքով մեկ, այդ ա եղե, հասկանում եք, ինքը այդև ապրելու, այդև մեռնելու է, իր էությունը այդ ա, եւ իր այդ էությամբ ուզում ա մեր երկիրն էլ տանի այդ էությունը, այդ ճանապարհով, հասկանում եք, որ լինես սրա նրա տակը պարկող ամբարոյական, հասկացաք։ Իրանց իմաստը այդ ասում է, թողին շինեն, 2 կոպեկ ջեբս դնեն, բայց թողին շինեն։ Կարևորը այդ է, շինեն այդ 2 կոպեկը ջեբս դնեն, ես ինձ լավ կզգամ։ Ասում է, այդքան թոմե շինեն, մենք շինվող ենք։ Սա թո 2 կոպեկ փող կաշխատենք։ Հա հետո ոչինչ որ մեզի կկտրտեն մանրադրամ կօգտագործեն ստեղ ընդեն, բայց մենք շինվող ենք։ Հա մի այս մարդուն ճանաչող իր անգերներն են, բաներն են, Ռուսաստան են, որտեղ են։ Արա դուք սրան, որտեղ քանի որ Ռուսաստանում շատ լիքը չափից շատ անգամ ես կասեի, եսի այդ որ գալիս է այդ հայտականք տեսած, դա փոքրամասնությունն է։ Էդի դրանց մեջի, այնը որ ասում է բանը թրիքն է, որ վեկալում բերում են։ Ես ուզում եմ ասեմ խոսքային մարդկանց մասին, ով ինչ որ մեկի կամքով է եկե, ոչ թե իր կամքով գալիս է ինչ որ ընտրություն անի, բան, հա, այն որ ուղղորդմամբ հայ կա, դրանք թրիքներն են։ Ու այս մարդը վեկալում են հայ ազգին, հա, ընտրում են ամենաբտեսակին, ամենաամբարոյական տեսակին, վեկալում են, բերում են Հայաստան, որ իդեմ Հայաստանի Հանրապետության։ Իզեպ այդ թրիկ տեսակին մենք էլի ենք տեսել։ Այն օրն էլ տեսանք, չէ, վիդեոների մեջ։ Ասում ես հայ եմ, բայց չգիտեմ ինձ ռուս եմ զգում, որ եթե պատերազմ լինի Հայաստան-Ռուսաստան, ես նախ ասում եմ Ռուսաստանի կողից եմ։ Թրիկ տեսակ, այդ սրանք այդ թրիկ տեսակն են։ Հասկանում եք, սրանց ինչ պետք է արվի։ Այնակ այս դեմքերը պետք է ֆիքսվի, գրվի, եւ ես ուզում եմ ասեմ, որ սրանցից ոչ մեկն էլ չի կարա տես բանալ, ես չեմ ասում, թրիկ տեսակը գա պատերազմին, ոչ մեկը չի եկե պատերազմի ժամանակ Հայաստանի թիկունքին չի կանգնի։ Այս սրանցը մի որ մտան Հայաստան, սրանց պետք է չթողես այդ հանախբեր, սրանց պետք է բռնես, տանես դիրքեր։ Դրանց դիրքերի ամենայն կեղտոտ տեղը, ցուրտ տեղը։ Հասկացաք ատե, որ իրենք մի բանով օգուտ տան, եթե պատերազմ լինի, սրանց պետք է բրթես առաջ, որ մեր լավ տղեկը չմեռնեն, այս թրիկները, որ մեռնեն էլ ոչինչ, էլի օգուտ ախպեր, ինչի օգուտ, որտեվ կամ տականք տեսակն է պակասում, համ էլ իրա մահով չզոհվեց մի հատ լավ հայ տղա, հայրենասեր տղա, իր պետականությունը պաշտպանող տղա, իր տունն ու տեղը պաշտպանող տղա, հասկանում ես, այսինքն մեր համար լավ է սրանց բրթեք, թույթան աստված չան իհարկե պատերազմ լինի, բայց հենա ունենք թրիկ տեսակ, արա երիքա մեր լավերը զոհվեն, սրանց նման ամբարոյականի տղեկը կանած մենք պետք է, մեկն էլ կար եկել ասում է, ինչ չէ տակարկրեմ, ես եկել եմ ընտրեմ, որ ինչա որ սամոն բանը լինի, ընտրվի բան կամ չգիտեմ, տոլավ է, ստեղ են ասում, ժողովուրդ ջան, սրա միակ պաշտպանությունը, սրա միակ հակադարձելը այսօր ձեր ձեռքերումա նորից ուզում եմ ասեմ շուտով արդեն վաղը բոլորդ միասին ոտքի եք կանգնում եւ գնում եք ընտրության ձեր չընտրելը մեր պետականության վարի գնալն է ժողովուրդ ջան չկա ուրիշ ես միշտ ասել եմ ձեր իրավունքի համար որ դուք իրավունք ունենաք ընտրեք զինվոր ազով է հասկանում եք Այս մարդիկ, եթե դուք նկատեք, ոչ միայն ադրբեջանական շահերը տարան առաջ ողջ քարոզարշավի ընթացքում իրանց կեղտոտ ձևերով փող բաժնել, արա այդքան փող որ բաժնում եք Հայաստանի այն դեբիլ տեսակ ժողովուրդ խոսքեն փող որ վեկալում են այդ շալվան արտարուսիկար այ դեբիլ տասատարուսիկ երեխուտ հակից է անելու երեխուտ էլ շինի եթե դու փող ես վեկալում հետո պետք է սաղ կյանքը շինվես դրա համար ձերի ոչ մեկ ոչ մի բան չեն տալի դա թակարտ է այ դեբիլ տեսակ այ անուղեղ տեսակ ել քեզ ոնց բացատրեն արա 21-րդ դարում մարդ չի կար այդքան անգրագետ դոդը լինի, արա, դուք չեք կար այդքան հիմար լինեք, ապրեք նրանք, ովքեր փողը վեկալելու են ու չեն ընտրելու, լավ է կար է, ապրեք դուք, էծից ենց ժողովուրդ ջան,
Հա, ինչ էի ասում այս բաները այսպես կոչված ռուսիկ լվացողները ոչ միայն շահագործեցին այն վիդեոն, որ նայեցինք Ադրբեջան եւ ադրբեջանայի մասնակցությամբ գաղափարական ադրբեջանական նարատիվները, որ տարածեցին Հայաստանում, նաեւ շահարկում են մեր զոհերի անունը ամենտեղ շահարկում չեն թողում վերքը լավանա ամեն անգամ աղ լցելով տենց ուզում են առաջ տանեն ուշադիր եղեք ժողովուրդ ջան մի բան եմ ուզում ավելացնեմ որ այն բլոգերները ուշադիր եղեք այն բլոգերները որ ամեն կերպ անուն դնելով որ այս մեկը վատն է նենց արեց գնա ուղղորդում են ձեզ հատուկ ընտրության որը որ պետք է լինի հակապետական, այսինքն ռուսիկ լվացողներն են իմ համար հակապետական, իրեն ցույց են տալի, իմ համար չէ, քո համար էլ արա, եթե դու չես հասկանում, դու դեբիլ ես, այսքան բանից հետո, հասկանում ես, եթե այդ բլոգերները, որոնք որ բան են անում, ձեզի ուղղորդում են, հա, նամյոկներով, կարող է ուղիղ չասեն, ու գիտեք վատը որն է, Ունեն ցերնել կան, չգիտեն, որ նենց երկրներում են նստած, որ վապչա Ռուսիա չունեն։ Կարքին երկրներում են նստած ու իրանց այդև անբարոյականի պես են բան, որտեվ, ինչու։ Որտեվ իրանք չեն անում վերլուծություն ձեր համար։ Եփեք չեն էլ արե, իրանք փորձում են տանել ռուսական այն ստրատեգիան գլուխ լվալու մասին է, քարոզ, խափել, մոլորեցնել ժողովրդին որ վերջով իրա պետականությունը անցնի տվյալ երկրի շահերի տակ են, ոնց էր ասում, պիտի իրանք մտնենք տակը։ Դրանք էլ են փողի դիմաց, իրանք պատրաստ են իրանք ընտանիքին էլ ծախեն, ասեմ իմացեք։ Ուշադիր եղեք, պայքարեք ձեր պետականության համար։ Չդառնաք հետո ասեք, վայ, սես ինչ է լավ, մենք նորից կորցրինք մեր պետականությունը, վայ, չգիտեմ ինչ, հետո ելնեն ասեն մի ժամանակ հետո մենք դեռ պետք է տեսնենք, կարող ենք լինենք անկախ թե ինչ որ պետք է լինենք, ինչ որ մի ավելի մեծ, չգիտեմ, միավորի մասնիկ, բասես դեբիլ բաներով խափելով կամ նյութենական պետություններով, Վիտալի Բալասանյաններով, իրանաման տական կամ բարոյական տեսակներով Երկիրը կկորցնենք, եթե դուք նստեք տունը եւ տնից դուրս չգաք։ Էս էի ուզում ասեի ժողովուրդ ջան, վերջի օրով եւ նորից ասում եմ, ես եւ իմ հույսը դուք եք։ Կիրակի օրը վեր եք կենում, գնում եք ընտրության։ Բացի այդ կեղտոտ ռուսիկ լվացող ուժերից ում ուզում եք ընտրեք, բայց գնում եք եւ պաշտպանում եք ձեր ձայնը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայոց անկախությունը։ Այսօր այսքան, ըստ էության հաջողություն։